Բարի օր սիրելի հայրենակից, այսօր չորեքշաբթի է և եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Արդեն տևական ժամանակ է, ինչ իշխող կուսակցությունն ազդարարում է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին, այդպես էլ մինչև վերջ չբացահայտելով համաձայնեցված կետերը։ Սակայն վերջերս պարզեցինք, որ դեռևս օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքեջում հրապարակվել է փաստաթուղթ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրին։ Համաձայնագիրը բաղկացած է 17 հոդվածներից, որոնցից մանավանդ մի քանիսը սիրելի հայրենակից մեղմ ասած մտահոգիչ է։ Կանխավ խոստանալով, որ մեր հաջորդիվ հաղորդումներից որևէ մեկում ավելի մանրամասն կանդրադառնանք դրանց, այսօր կխոսենք դրանցից մեկի մասին։ Եվ այսպես, հոդված 8-րդ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ, դրանց բոլոր դրսևորումներով, յուրաքանչյուր իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։ Իսկ ինչ է սա նշանակում։ Եկեք լսենք Ազգային ժողովի падգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Փաշինյանը հայտարարում է, որ պայմանավորվել են Ալիևի հետ համաձայնեցված կետ է, որ պետք է պայքարեն խաղաղության օրակարգի դեմ, պայքարողների դեմ։ Այդ կետը ինչի մասին է, օրինակ ում դեմ են պայքարելու, ձեր դեմ, եթե դուք ռեպորտաժ պատրաստեք վտանգների մասին Ադրբեջանից եկող, այդ կետի շրջանակում պայքարելու են, թե չէ։ Այս է հարցը։ Գիտեք, այստեղ նաև հնչեց, որ դուք ասում եք մենք ռևանշ ձեզ դիրքավորում եք որպես ռևանշիստներ ու դժգում եք, որ ռևանշիզմի դեմ պայքար ենք տանում, ընդունելով, որ փաստորեն պարտավորվածությունը վերցնենք։ Մենք մեզ ռևանշիստներ չենք դիրքավորում, մենք այլ բան ենք ասում ենք Ադրբեջանի համար ռևանշիստներ ենք բոլորս։ Եթե դուք որպես լրագրողներ գնացել եք Արցախ, ընտրություններ եք լուսաբանել, պատերազմ եք լուսաբանել, դուք Ադրբեջանի տեսակետից իր օրենքներն եք խախտել։ Եթե պաշտպանել եք զենքով Արցախի սահմանները, մասնակցել եք պաշտպանությանը կամ պատերազմներին, դուք հանցագործներ եք։ Էս ենք ասում ենք Ադրբեջանի համար անգամ ԿՊ ընդդիմություն տարբերություն չկա։ Բոլոր հայերը հանցագործներ, ռևանշիստներ են, ու մենք նախադեպ ունենք, երբ որ օտար երկրյա մարդուն իր օրենքները խախտելու համար արտահանձնվեց Բելարուսից, Լապշինա արտահանձնվեց Ադրբեջան։ Մենք ասում ենք կարող հասնենք այն կետին, որ հայերի հետ տենց լինի։ Օտարերկրյա օդանավակայանում բռնեն արտահանձնեն Ադրբեջանին ադրբեջանական օրենքներ խախտելու համար։ Սրա մասին ենք խոսում։ Այս ասում ենք, որ Ադրբեջանը ռևանշիստները համարում բոլորիս։ Եթե դուք պայմանավորվածություն եք ստանձնել, որով պայքար պիտի իրականացրեք իրար դեմ, բոլորիս դեմ պայքարելու եք։ Քրիստինե Վարդանյանի մտահոգությունը այլևս իրականություն է, սիրելի հայրենակից։ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը արդեն սկսել է պայքարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ, եւ առաջին տեղում այն քաղաքացիներն են, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմներին։ Իմ զրուցակիցը Մասիս Շիրոյանն է, Մարտական եղբայրության միաբանության անդամ, պատերազմի մասնակից։ Մասիս ջան, ողջույն, բարի ես եկել։ Նախ ուզում եմ մի հարց տալ, որը վստահ եմ դու ինձանից ավելի լավ գիտես։ Սկսած 2016 թվականի ապրիլյանից հետո տեղի ունեցած բոլոր պատերազմը, 2020-ը եւ այլ մյուսները 22-23 այո, բոլոր մասնակիցները ես լսել եմ տարբեր մարդկանցից այդ մասին, որ չեն ստացել պատերազմի մասնակցի ստատուս։ Դա համապատասխանում է իրականությանը, երկու կարծիքով, եթե նման բան կա, ինչու։ Նախ այո, համապատասխանում է իրականությանը, հետևյալ կերպ է։ Մինչև 1994 թվականի պատերազմը, 88-ից 94 թվականի, 89-ից ավելի ճիշտ 94 թվականի մարտական գործողությունների մասնակցին տրվել է որոշակի ստատուս պետության կողմից, որտեղ որ ստեղծվել է հանձնաժողով, անհատական քննել են ու ովքեր 3 ամիս ավել մասնակցել են մարտական գործողություններին, տրվել է պատերազմի մասնակցի ստատուս։ Հիմա 16, 20, 22, 23 թվականներին այդ մարդկանց որպես այդպիսի ստատուս չի տրվել։ Ու սա շատ մտահոգիչ է, իրենք ասում են 3 ամիս չեք մասնակցել մարտական գործողություններին, բայց պատերազմն էլ եղել է մեկը 4 օրյա, մեկը 44 օրյա, մեկը 2 օրյա, մեկը 1 օրյա, բայց փաստացի մարդիկ պատերազմի մեջ են եղել, այսինքն վիրավորում են ստացել, զոհվել են, չգիտեմ, կամ լավ են կռվել, ոչ մի վնասված չեն ստացել, բայց փաստացի մասնակցել են։ Հիմա երբ որ համեմատում ենք օրինակ առաջի Արցախյանի մասնակիցներին իրենց ասած երկրորդ համաշխարհային, իսկ իրենց ասած մեծ հայրենական պատերազմի մասնակիցներին, նրանց ավելի մեծ ստատուս է տրվել։ Հիմա սա անկախ պետության քաղաքականությունն է, թե ում ինչպես է այս պետությունը գնահատում։ Ու ես սա չեմ ասում, որ արտոնություններ են տրվում այդ մարդկանց, ոչ միայն արտոնությունների հետ կապված, այլ նաև պետության կողմից գնահատելիքի։ Վերջերս իմիջիալից մեր
ընկերներից նաև մարտական ընկեր է, արվեստագետ Սեթրակ Վելիկոդնու ազգությամբ Լեհ եւ հայ։ Կիսալեհ, հա, Սեթրակ Վելիկոդնու հետ խոսում ենք, ասում է ես ժամկետային զինծառայողով պատերազմի մասնակցել երբ որ իմացա, ասեցի թույլ կտաս քեզ գրկեմ ու ասում ես տղան հուզվեց։ Ասեց ինձ երբեք նման կերպ չեն վերաբերվել։ Հա, մի քիչ ավելի տարիքովներ ովքեր որ կամավոր են գնացել ավելի հասուն են, այդ մարդկանց մոտ միգուցե ավելի սառն է տնկալումը, ինչպես կգնահատեն կամ չեն գնահատի, իրենք իրենց մասով ավելի հանգիստ են, բայց հաջորդ սերունդների համար սա շատ կարևոր է, այսինքն մենք ինչ ենք տալիս, ինչ ենք ստանում։ Իսկ երբ որ անտեսում ես, հաջորդ սերունդը արդեն ասում է դե ինձանից ավակներն անտեսել են, ես ինչի պետք է այս հայրենիքի համար ինչ-որ մի բան եմ զուտ խրախուսանքներ, այսինքն նաև մեդալներ են չէ՞ տալի պատերազմի մասնակիցները կամ բանակաշինությանը որոշակի ծառայության դիմաց։ Այդ մեդալները ոչ գումար են, ոչ նյութական ինչ-որ բան են։ Դա գնահատականն է եւ վերաբերմունքը, որը որ մարդկանց համար հաճելի է, չգիտեմ, մոտիվացնող է, ոգևորող է։ Սա բացակայում է։ Ու իմիջիայլոց մարտական եղբայրություն միաբանություն պատրաստվում է այս հարցը ավելի ֆունդամենտալ օրակարգ բերել ու մեր մյուս մարտական ընկերներին, այսինքն եղբայրներ են, ընկերներ են, ովքեր որ պատերազմի մասնակցել են, նախ պետք է հասնենք նրան, որ գտնենք այդ մարդկանց, երկրորդը այդ հարցը բացատրենք, որ ինչու այս մարդկանց այդ ստատուսը չի տրվում, ինչն է խանգարում, ինչու են սա թաքցնում։ Իրենք ամեն կերպ փորձում են, չգիտեմ, նյութական ինչ-որ բաներ տալով լրացնել, բայց ստատուս որպես այդպեսին չտան։ Դա ինձ համար այստեղ ավելի կարևոր է բարոյհոգեբանական ասպեկտը, եթե դու չես կարևորում քո հայրենիքի համար պատերազմ, որը նույնիսկ տևել է, չգիտեմ, 4 օր կամ մի օր, բայց ուժգնությամբ չի զիջում շատ այլ պատերազմների, դա արդեն պետության վերաբերմունքն է։ Շատ դեպքում նյութով փորձում են մարդկանց լրացնել, այսինքն սա քեզ ամեն ինչ լավ է, մենք քեզ գնահատում ենք, բայց թաքուն։ Այսինքն պետական քաղաքականություն որպես այդպեսին գոյություն չունի։ Ու սա նախապատրաստական փուլն է առհասարակ այդ խաղաղության օրակարգ ասվածի, կեղծ խաղաղության 21 թվականից մարտական եղբայրությունը է ասում, որ խաղաղության օրակարգ գոյություն չունի, չկա ու չի լինելու։ Մենք եթե վերհիշենք, բացենք 21 թվական, 22 թվական, 23 թվական, 24 թվական, հիմա 25-ն են փակում, ամեն տարի ասել են տարվա վերջ լինելու է խաղաղության պայմանագիր։ Իսկ իրականում դա նենգափոխված բառ է, ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ Հայաստանի Հանրապետության պարտության պայմանագիր։ Որովհետև 96-7 թվականներից Հայաստանում շրջանառվում է այս օրակարգը պատերազմ թե խաղաղություն Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի հիման վրա։ Իրենք նենգափոխել են։ Հաղթանակի անունը դրել են պատերազմ, կոտորած, աղետ, սով, մեր որդիների եղբայրների այրունը, իսկ պարտության անունը դրել են խաղաղություն ու մեզ փորձում են տեղավորել այդ խաղաղության օրակարգի մեջ, որը որ կեղծ օրակարգ է, այսինքն մենք հաղթանակն անելով մտել ենք Ադրբեջանի օրակարգի մեջ ու սկսել ենք պարտություն քարոզել։ Վասիլ ջան, ես կարդացի 8-րդ հոդվածի մասին եւ կարծես թե ամեն ինչը արդեն սկսում է իրականություն դառնալ։ Սրա շրջանակում այն դեպքը, որ տեղի ունեցել քեզ է, պիտի խնդրեմ դրա մասին մի քիչ մանրամասն պատմես։ Դեպքը որպես այդպեսին ինձ դեկտեմբերի 5-ի եւ դեկտեմբերի 12-ին անգամ զանգահարել են ոստիկանությունից փորձել ճշտել, ես պատերազմում մասնակից եմ, ինչ եմ արել, չգիտեմ, երբ եմ գնացել, ոնց։ Խոսքը 2020 թվականի պատերազմի մասն է։ Երկու անգամ էլ նույն կերպ են այդ հարցադրումները եղել, որ բազենքը ես էլ տեղեկացրել եմ, որ հարգելի պարոն ոստիկան, ես նոյեմբերի 6-ին վիրավորվել եմ ու ինձ անգիտակից մարտի դաշտից հեռացրել են։ Ու զենքս իմ կյանքը ավելի կարևոր է եղել իմ մարտական ընկերների համար, քան զենքը։ Չնայած որ այդտեղ անթիվան համար զենքեր էին թափված, տեխնիկա էր թափված, չգիտեմ, զոհեր, որոնց մարմինները շատերին չէին կարողանում հեռացնել, մենք ինքներս մինչև մարտական գործողության մասնակցել բազմաթիվ զոհերի ու վիրավորների ենք փորձել հենց այդ նույն մարտի դաշտից նույն օրը հանել։ Բայց թեժ մարտական գործողություն է։ Շատերը որ լսել են, բայց չեն տեսել։ Այսինքն երբ որ մոտիկից մարդ ես վարում կրակոցներով, հրաձգային զինատեսակներից ենք իրար վրա կրակել ու հարձակվող կողմը մենք ենք եղել, այդ իրավիճակում հարմար չի եղել, բայց ինձ համար հարց է առաջանում։ Տարբեր հաշվարկներով 3.5-ից մինչև 5 միլիարդ դոլարի զենք զինամթերք ենք մենք թողել Արցախում։
որը որ Ադրբեջանին է անցել։ Հիմա այս ոստիկանության համար սա հարց չի առաջանում, ով թողեց։ Ով հրաժարվեց իրականացնել Արցախի պաշտպանությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, իդեմս Հայաստանի Հանրապետության ղեկավարության երաշխավորն էր Արցախի անվտանգության, Արցախի եւ Արցախ հայերի անվտանգության։ Հիմա 22-23 թվականներին Հայաստանի Հանրապետությունը այլևս ձեռքերը լվացած էր ու այլ կերպ ոչ մի բան չարեց, ոչ մի գործողություն չարեց։ Ու համոզում էր, որ խաղաղության օրակարգ է, չնայած որ 21 թվականին գնաց ընտրության եւ փորձեց խաբելով, թե մենք վերադառնալու ենք Հադրութ եւ Շուշի, ստանալ հայ մարդու քվեն։ Դե հիմա էլ 26-ին պատրաստվում են խաղաղություն բերել։ Մասի ջան, չես կարծում, որ այս դեպքում ոչ թե մտահոգիչ զենքի կորուստն է, այլ սլաքները գնում են 8-րդ հոդված։ Ոչ միայն 8-րդ հոդված, բոլոր հոդվածներով իրենք հետևողական։ Մենք խոսացել ենք, որ անպայման խոսել ենք 17-ի մասին էլ, բայց այսօր ոնց որ որոշեցին կանգ առնել այդ 8-րդի վրա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցանկացած պայմանավորություն դա գործում է միակողմանի։ Այսինքն 20 թվականի նոյեմբերի 9-ի տախրահարճակ այդ համաձայնագիրը, որ առաջի օր ոնց մենք դեմ ենք արտահայտվել սկզբից անհատապես, հետո որ ձևավորում մարտական եղբայրությունը համատեղ հայտարարության, որ հենց այս օրակարգի դեմ ենք մենք ձևավորվել, այսինքն Հայաստանի պարտությանն ենք դեմ։ Օգոստոս 7-ը սրա շարունակությունն է։ Ու եթե նոյեմբերի 9-ը եռակողմ էր, այսինքն Ռուսաստանն էլ կար, օգոստոս 7-ին շատերին խաբում են, ասում են ԱՄՆ-ն էլ է կողմ։ ԱՄՆ-ն կողմ չի, ԱՄՆ-ն միջնորդ էլ չի, ԱՄՆ-ն ուղղակի վկա է, վկայի կարգավիճակ ունի, այսինքն սա ուղիղ հայ-ադրբեջանական համաձայնագիր է, նախաստորագրված, որտեղ որ Ադրբեջանը գործում է որպես ոչ պայմանագրունակ պետություն, իսկ Հայաստանը մինչև վերջ իր պարտավորությունները կատարող պետություն, այսինքն ինքը վերցնում է պարտավորություններ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու տալիս է դա Ադրբեջանին։ Մասի ջան, իսկ այս խնդրի հետ կապված ուրիշ տղաների գիտես, որոնք բախվել են, թե դեռևս դու առայժմ կոնկրետ դեպքեր չգիտեմ, որ ինչ որ քայլ արել են, դες դրա համար հայտարարել եմ այն մարդիկ, ովքեր որ բախվել են նման խնդրի, թող բաներ բարձրացնեն, ձայն բարձրացնեն կամ եթե իրենք անձամբ չեն ուզում խոսել, կապվեն ինձ հետ, ես իրենց ձայնը կբարձրացնեմ, իրենց տեղ կխոսեմ, բայց առայժմ չկա ու ես հակված եմ մտածելու, որ սա ուղղակի փորձ է քաղաքական բռնաճնշումների հետ հերթական, որովհետև մենք որպես քաղաքական կառույց, որը որ հայտ է ներկայացրել նաև ստեղծի կուսակցություն ու մասնակցի բոլոր քաղաքական process-ների, ոչ միայն ընտրության, մեր հիմնական նպատակը այս նոր սահմանադրության դեմ գործելն է, որովհետև ստեղ է խնդիրը։ Ու այս պահին բազմաթիվ քաղաքական ուժեր խոսում են սահմանադրության փոփոխություններից, այսինքն ամեն մեկը իր պրեամբուլան է հռչակում, չգիտեմ, տարբեր բաներ են ասում, որ սահմանադրությունն է հիմնական խնդիրը, սրանք բոլորը սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը, որովհետև երբ որ գա պահը, չի դրվելու, ասենք, տարբեր մարդկանց սահմանադրության տարբերակներ դրվելու, այո կամ ոչ։ Ու հանրությանը մոլորեցնում են, հանրությունը լսելու է, որ դրված է եղել, բոլորը ասում են, որ պետք է սահմանադրությունը փոխվի, սահմանադրությունը լավ է, չի, գնանք այո ասենք, բայց սա դաժե նույնիսկ սահմանադրության փոփոխություն չի։ Սա նոր սահմանադրություն է, նոր հանրապետություն է ցանկանում հռչակել, նոր փիլիսոփայությամբ, որը լինելու է պարտության փիլիսոփայությունը։ Հայաստանը զիջում է իր ինքնիշխանությունը թուրքական աշխարհին։ Եթե նախկինում ռուս-թուրքական վանդակներ գործում, այս պահին թուրք-ադրբեջանական, մենք գտնվում ենք թուրք-ադրբեջանական ուղեծրում։ Ու ամեն ինչ պետք է անել սրանից դուրս գալ։ Ու շատերը հարցում են, բա դրա այլընտրանքը որն է։ Դրա այլընտրանքը երբ որ դրսից չեն որոշում, թե մենք ինչ որոշումներ կայացնենք։ Աշխարհն ավելի լայն, ավելի բազմազան է ու չկան որոշված առհասարակ իրավիճակներ, որ այսինքն ի սկզբանե ամեն ինչ որոշված է, եթե աշխարհում ամեն ինչ որոշված լիներ, զենքերը չէին կրակի։ Գերտերությունները մեկը մյուսի դեմ հիբրիդային պատերազմներ չէին ունի։ Նշանակում աշխարհը միատարր չէ ու հնարավոր է այս իրավիճակներում, նման իրավիճակներում հնարավոր է ամեն ինչի հասնել։ Սա հնարավորությունների ժամանակաշրջան է։ Մենք թեվակողել ենք նոր փուլ, աշխարհը գտնվում է տուրբուլենտության մեջ,
այնպես ինչպես 1900-ականների սկզբից մինչև 1945 թիվ, որի ընթացքում բազմաթիվ օրինակ հզոր պետություններ քարտեզի երեսից ջնջվեցին ու լիքը նոր պետություններ հայտնվեցին։ Հիմա նույն փուլն է։ Շնորհակալություն հայտնենք Մասիս Շիրոյանին եւ շարունակենք իրական լուրերի այսօրվա թողարկումը։ Մենք խոստանում ենք հետամուտ լինել այս թեմայի եւ նոր զարգացումները ներկայացնել մեր հաղորդումների ընթացքում։ Իսկ մինչ այդ հաջորդ իրադարձությունը, որը ոչ միայն փոթորկել է հայ հանրությանը, այլ նաեւ տարբեր ասեկոսեների առիթ տվել մարդկանց։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին է։ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության վարչապետը փորձում է հավաստիացնել, որ ինքը ընդհանրապես փորձում է մաքրել հայ առաքելական եկեղեցին, պահանջելով նրա հովապետի հրաժարականը, բայց արդյոք կարելի է հավատալ այս հավաստիացումներին։ Փաստ թերթը գրում է. Հայաստանում հայ առաքելական եկեղեցու շուրջ զարգացող գործընթացները վաղուց դադարել են լինել զուտ ներքաղաքական կամ իշխանություն եկեղեցի հարաբերությունների շրջանակում տեղավորվող երևույթ։ Մասնագետների եւ քաղաքական շրջանակների գնահատմամբ այսօր մենք գործ ունենք շատ ավելի լայն ու վտանգավոր գործընթացի հետ, որը կապված է արտաքին աշխարհակաղակական պայմանավորվածությունների եւ տարածաշրջանային շահերի հետ։ Այն, ինչ սկզբում ներկայացվում էր որպես կառավարության եւ եկեղեցու միջև ռետորական հակասություն, կարճ ժամանակում վերածվեց համակարգված ճնշմամբ, քրեական գործերի, ձերբակալությունների եւ հոգեվարականության նկատմամբ ուղղված բացահայտ քայլերի։ Սակայն փորձագիտական շրջանակներում շեշտում են, որ իրական նպատակը ընդդիմության լրացումը չէ միայն։ Խոսքը հայ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի՝ հայ առաքելական եկեղեցու թուլացման եւ վերահսկման փորձի մասին է։ Այս գործընթացը դիտարկվում է որպես վարչապետ Փաշինյանի կողմից համաձայնեցված ավելի լայն աշխարհակաղակական փաթեթի մաս։ Գործող սցենարը ներառում է համակցված ճնշում։ Մի կողմից ուղակի ուժ եւ իրավապահ համակարգի ներգրավում շինծու քրեական գործերի միջոցով, մյուս կողմից ներքին պառակտման խթանում իշխանություններին լոյալ հոգեվորականների միջոցով, որոնք հեռացվել են եկեղեցու կառավարման մանրուիններից եւ այժմ օգտագործվում են որպես ներքին ճնշման գործիք։ Հարցը, թե ինչու հենց հիմա, շատերի համար ունի քաղաքական պատասխան։ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլ նաև հայության պատմական հիշողության, ինքնության եւ իմադրության խորհրդանիշը։ Դրա թուլացումը լիովին համընկնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի երկարաժամկետ շահերի հետ։ Կաթողիկոսի դեմ ուղղված ներկայիս արշավը ներդաշնակորեն տեղավորվում է վերջին տարիներին արձանագրված ընդհանուր շղթայի մեջ, Արցախի հարցի օրակարգից դուրս մղում, պատմական տրավմաներից հրաժարվելու մասին թեզերի շրջանառում, սահմանադրական փոփոխությունների նախապատրաստում։ Մասնագետների համոզմամբ կաթողիկոսին տապալելու փորձերը պայմանավորվածությունների մի մասն են, որոնք իշխանությունը պարտավորվել է իրականացնել մինչև տարեվերջ։ Այս ամենը շատերն արդեն բնութագրում են որպես Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների խորը կարգավորման չբարձրաձայնված պայմանների իրականացում։ Ազգը, զրկված լինելով իր հոգևոր միջուկից եւ պատմական հիշողությունից, դառնում է ավելի խոցելի արտաքին ճնշումների, մանիպուլյացիաների եւ արժեքային վերաձևավորումների համար։ Այս համատեքստում հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները ոչ միայն ներքին խնդիր են, այլ նաեւ համազգային եւ նույնիսկ համամարտկային ամոթ։ Լսենք քրիստոնեական համերաշխության միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ հայտնի իրավապաշտպան Ջոն Այբներին։ Նրանք ասում են, թե Հայաստանը խոչընդոտում է խաղաղությանը կամ որ առաքելական եկեղեցին է խոչընդոտում։ Դա նշանակում է, որ նրանք չեն ստորագրի խաղաղության համաձայնագիրը, մինչև որ առաքելական եկեղեցին քաղաքականապես անկարող չդառնա բարձրացնելու Արցախի հիմնահարցը։ Նրանք դա անվանում են ռևանշիզմ։ Այսպիսով սա է Ադրբեջանի պահանջը։ Մենք տեսնում ենք, որ վարչապետը կատարում է այդ պահանջը։ Հավանաբար նա իր սեփական պատճառներն ունի դրա համար։ Կարելի է հարցնել նրան, թե ինչու, բայց արևմտյան տերությունների լռությունից զգացվում է, որ առնվազն լուր համաձայնություն կա այդ ամենին։ Ալիևն ասում է, որ ուժն է որոշում ապագան, նա շատ հստակ է խոսում այդ մասին, ես կարդացել եմ դա։ Նա ասում է, թե բազմակողմ միջազգային ինստիտուտների եւ համաձայնագրերի ժամանակներն անցել են եւ այլն։ Ուժն է կարևոր, եւ այդ պատճառով նա ուժի կողմից է։ Նա հաղթել է, Ադրբեջանը հաղթել է Հայաստանին եւ այդ դիրքում է թելադրելու կապիտուլյացիայի պայմանագրի պայմանները։ Ահա թե որն է քննարկման առարկան։ Նա դեռ չի ստորագրել այն, քանի որ Հայաստանի կառավարությունը չի կատարել նրա բոլոր պայմանները, եւ մենք չգիտենք, թե որոնք են բոլոր այդ պայմանները։ Դրանցից մի քանիսը նա հրապարակել է, օրինակ, սահմանադրությունը պետք է փոխվի, հայ առաքելական եկեղեցին եւ այլ ուժեր, որոնք կարող են դիմադրել, պետք է քաղաքականապես մեկուսացվեն եւ զրկվեն որևէ դիմադրություն ցույց տալու հնարավորությունից կամ կարողությունից։ Այսպիսով ուժն է որոշում ամեն ինչ եւ ինչ որ մեկը կարող է ասել, որ դա այդպես չէ։
Շղարշն ամբողջովին քողազրկում է ադրբեջանական մամուլը, ըստ որի Կովկասի կրոնական խորհուրդը որոշել է Հայաստանում ներկայացուցիչ կամ ղազի նշանակել վերահսկելու արևմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների գործերը։ Դեռևս մայիսի 22-ին խորհրդի ղեկավար Փաշազադեն հայտարարել էր Երևանի ղազիի գործունեությունը վերսկսելու հրատապ անհրաժեշտության մասին։ Գործը հաջորդել էր խոսքին։ Հայաստանում ղազի է նշանակվել խորհրդի փոխնախագահներից Բախտիար Նաջաֆովը։ Մենք պետք է վերականգնեցնենք մեր ազգային գոյության բարոյական հիմքը արևմտյան Ադրբեջանում։ Պատմական արդարությունը դա է պահանջում մեզանից, ասել է Փաշազադեն, հավելելով, որ Երևանը իսլամական քաղաքակրթության պատմական կենտրոններից մեկն է, եւ որ այնտեղ պետք է վերականգնվի ղազիի դիրքը, ինչպես դա ավանդաբար արվում էր Թբիլիսիում, Բաթումում եւ Դերբենդում։ Խորհրդի ղազիները պատասխանատու են այն շրջաններում բնակվող մահմեդականների գործերի վերահսկման համար, որտեղ նրանք նշանակվել են։ Փաշազադեի խոսքով Նաջաֆովը իր աշխատանքն իրականացնելու է առայժմ Ադրբեջանում, իսկ ապագայում նրանք կտեղափոխեն Հայաստան։ Հանդիպման ընթացքում Փաշազադեն մեջբերել եւ համաձայնել է նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, որ Երևանը մեր պատմական հողն է եւ մենք ադրբեջանցիներս պետք է վերադառնանք այդ պատմական հողերը։ Այդ հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ չի իրականացվել վերադարձը, ընդգծել է Իլհամ Ալիևը։ Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ հայ առաքելական եկեղեցու հակամարտության ֆոնին Բաքվի մի շարք լրատվամիջոցներ իրենց գնահատականներն են հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։ Ադրբեջանական կայքերից մեկում հոդված է հայտնվել Երևանում շեյխը փոխում է իշխանությունը վերնագրող, որտեղ հեղինակը փորձում է պարզել, թե ինչ կապ ունի Փաշազադեն Հայաստանի ներքին հակամարտությունների հետ։ Ըստ նյութի հեղինակի, վարչապետի եւ հայ առաքելական եկեղեցու կոնֆլիկտի պատճառը եկեղեցու ակտիվ մասնակցությունն է հասարակական քաղաքական գործընթացներին եւ եկեղեցու վերածվել է փաստացի ընդդիմադիր կառույցի։ Նրան հատկապես վիրավորել է այն, որ օգտագործվում է ցանկացած պատրվակ, այդ թվում իշխանության եւ եկեղեցու հակամարտությունը, որպիսի թույլատնեն Փաշինյանի դիրքերը։ Իրենց տեսակետն են հայտնել նաեւ Մենի Միջլիսի падգամավոր Ազեր Բադամովը եւ քաղաքագետ Ռաշադ Բայրամովը։ Բադամովը պնդում է, որ հայ եկեղեցին պատմականորեն թշնամություն է հրահարել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ եւ հրահարել հակամարտություններ։ Նա ճնշում է գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, ըստ էության պետությունը դարձնելով իր խամաճիկը։ Փաշինյանի գալով եկեղեցին անմիջապես հակադրվել է։ Եկեղեցու քաղաքականությունը ադրբեջանական հողերի բռնազավթում էր եւ առասպելական մեծ Հայաստանի երազանքը, որը մարդկանց միայն անդունն էր մղում։ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ կազմակերպված բողոքի ակցիաները Փաշինյանի տապալման սցենարի մաս էին, սակայն զանգվածային աջակցություն չստացան։ Գոռալով եւ հոգնելով նրանք ստիպված եղեն լռել, սակայն կաթողիկոսի Շվեյցարիայից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցում էր այսպես կոչված Արցախին նվիրված միջազգային համաժողովին, նախատեսվում է բարձրագույն հոգևորականների ժողով եւ իշխանության դեմ գործողությունների հնարավոր վերսկսում։ Այս ամենը հուշում է, որ հայկական եկեղեցին քայլեր է ձեռնարկում Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար։ Բայրամովը կարծում է, որ եկեղեցու եւ Փաշինյանի միջև հակամարտությունը միայն կխորանա։ Փաշինյանը սկսեց եկեղեցու ազդեցությունը չեզոքացնելու արշավը, հրապարակելով նրա հեղինակությանը խաթարող կոմպրոմատներ։ Հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, իշխանությունները փորձում են եկեղեցուն հնարավորինս հեռացնել քաղաքականությունից։ Հնարավոր է, որ առանձին եկեղեցական առաջնորդների դեմ քրեական գործեր հարուցվեն։ Կասկած չկա, որ այս հակամարտությունում ընդդիմությունը եկեղեցու կողմն է, բայց դա կրոնի հետ կապ չունի։ Սա քաղաքական հաշվարկ է եւ արտաքին պատվերների կատարում, շարունակում է Բայրամովը։ Ընդդիմությունը, իմանալով, որ հայ հասարակության մեջ գերիշխում է հակաթուրքական տրամադրությունները, փորձում է դա ներկայացնել այնպես, կարծես Փաշինյանը գործում է Փաշազադեի հետ համահունչ։ Թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը, ցույց կտա ժամանակը, բայց արդեն կարող ենք ասել, Հայաստանին սպասվում են դժվար ժամանակներ եւ հետագա էսկալացիաներ, խոստացել է Բայրամովը։ Այսօր այսքանը, մենք ավարտում ենք մեր այսօրվա հաղորդումը, հետևությունները թողնելով քեզ սիրելի հայրենակից։ Կհանդիպենք մյուս չորեքշաբթի, իսկ ներկայիս կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու շուրջ քաղաքական վերլուծությանը կարող եք հետևել վաղը իրական զրույցի ընթացքում Արփի Թոքչյանի եւ Սարո Սարոյանի մասնակցությամբ։ Այս շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց ազգնախաձեռնության անդամ Աստղիկ Սիմոնյանը։ Միացիր մեր ազգային արտաքին սիրելի հայրենակից, միասին նպաստենք իրական Հայաստանի լինելությանը եւ հարատևմանը։